Մեկնարկը նոյեմբերի վերջերին տրվեց Բաքվում Բելարուսի նախագահին Իլհամ Ալիևը իր երկրի բարձրագույն պարգևը հանձնեց իր հոր անվան շքանշանը, Լուկաշենկոն էլ շքանշանին պատկերված Հեյդար Ալիևի նկարը համբուրեց ու խոստացավ վարձահատույց կլինի։ Поверь, что я это ценю, я отработаю. Ընդամենը օրեր անց խոստումը կատարեց Ալիև Լուկաշենկո սիրախաղի զոհը իսրայելցի Ալեքսանդր Լապշինը դարձավ, նա բլոգեր է, ճանապարհորդ, բազմիցս է այցելել Արցախ, ինչի համար դեռ 2011-ին հայտնվել է Բաքվի սև ցուցակում, երկրորդ տասնյակում է, դեկտեմբերի 15-ին Մինսկի օդանավակայանում Ադրբեջանի հարցումով նա ձերբակալվել է, գրեթե անմիջապես Ադրբեջանի դատախազությունը հայտարարեց, թե Մինսկին է փոխանցել Լապշինի արտահանձնման համար անհրաժեշտ փաստաթղթերը, այս օպերատիվությունն արդեն իսկ կասկած է որ Լապշին օպերացիան ի սկզբանե Բաքվի և Մինսկի ամենաբարձր շրջանակների միջև նախապես ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում է իրականացվել։ Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը դրանում ուղղակի համոզված է։ Բելարուսը Ադրբեջանից որևէ հարցում կախում չունի եւ այն, ինչ իրականացվում է, կարելի է դիտարկել միայն որպես միջազգային մակարդակի կոռուպցիայի հերթական դրվագ։ Ադրբեջանը որևէ լծակ ազդելու Բելարուսի վրա չունի, որ նա ազդի Բելարուսի վրա կամ այնպիսի փաստեր ներկայացնի, որ Բելարուսը պարզապես ստիպված լինի ուրեմն արտահանձնել այդ անձնավորությունը Ադրբեջանի։ Լապշինի նկատմամբ սկսված հետապնդումներին օպերատիվ է արձագանքել Արցախի արտգործնախարարությունը։ Մենք մեր դիրքորոշումը այդ կապակցությամբ արդեն հայտնել ենք, դա ընկալում ենք որպես խիստ դատապարտելի եւ մտահոգիչ քայլ։ Կարեն Միրզյանը այս նախադեպը վտանգավոր է համարում առաջին հերթին այն երկրի համար, որին Բաքուն ներքաշում է իր կեղտոտ խաղերի մեջ։ Նեղ առումով Լապշինի նկատմամբ սկսված ադրբեջանա-բելարուսական հետապնդումը Արցախի մեկուսացմանն ուղղված ադրբեջանական քաղաքականությանը աջակցել է նշանակում, իսկ լայն առումով դա նշանակում է բռնապետին Ալիևին նաև իր երկրի սահմաններից դուրս մարդու իրավունքները, տվյալ դեպքում ազատ տեղաշարժվելու իրավունքը սահմանափակելու գործիք տալ։ Դա մտահոգիչ է ոչ միայն այն առումով, որ մարդու հիմնարար ազատությունների ազատության տեղաշարժի ազատության իրավունքի ուղղակի աղաղակող խախտում է, այլ նաև իրոք մտահոգիչ է այն առումով, որ Ադրբեջանը, որը վաղուց ի վեր վերածել է իր երկիրը, եկեք օգտագործենք ճիշտ բառը, զնդանի, որտեղ արևելյան երկիրը ղեկավարում է սուլթանի կողմից, սուլթանը կարող է երկիրը վերածել միայն զնդանի, հա, փորձում է այսօր իր միջնադարյան բարքերը տարածել իր երկրի սահմաններից դուրս։ Ցավոք կան ուժեր, կան մարդիկ, որոնք աջակցում են այդ հարցում։ Ընդ որում Ալեքսանդր Լապշինը քաղաքակիրթ աշխարհի համար վտանգ չի ներկայացնում եւ նրան ձերբակալելու այլ պատճառ, քան Բաքվի քմահաճույքն է, չկա։ Եթե այդ արտահանձնումը իրոք տեղի ունենա, սա կնշանակի խայտառակ մի երևույթ։ Դա ոչ այլ ինչ է, քան այսպես մարդու իրավունքների կոպտագույն խախտում։ Միջազգային հանրությունն էլ անտարբեր չի մնացել։ Եվրապեյսկի օմբուդսմեն ամսագիրը Լապշինն ու քաղաքական նկատառումներով նրա խոսքի ազատության սահմանափակումը վերնագրով հոդված է տարածել, որտեղ Լապշինի դեմ հետապնդումները որակում է որպես մարդու հիմնարար իրավունքների եւ ազատությունների խախտում։ Պաշտոնական Իսրայելն արդեն իր բացասական վերաբերմունքն է արտահայտել իր քաղաքացու նկատմամբ հետապնդումների արդիվ արտգործնախարարության մակարդակով։ Իսրայելի հյուպատոսը ձերբակալումից միայն մեկ ամիս անց է կարողացել տեսակցել Լապշինի հետ եւ արձանագրել, նա ճնշումների է ենթարկվում, սակայն Իսրայելը շարունակելու է քայլեր ձեռնարկել նրա արտահանձնումը կանխելու եւ ազատ արձակելուն հասնելու համար։ Դավիթ Բաբայանը վստահ է Իսրայելի հասարակական հատվածն էլ անտարբեր չի մնա։ Չեմ կարծում, որ Իսրայելի քաղաքական, հասարակական, գիտական շրջանակները անտարբեր կմնան նման քայլի նկատմամբ, որովհետև սա կրկնում է ֆաշիզմի դրսևորում։ Ինչպես կանդրադառնա դա օտարերկրացիների Արցախ այցելությունների վիճակագրության վրա, Արցախում չեն կասկածում Բաքուն Լապշինի օրինակով հենց Արցախ այցելողներին ահապեկելու նպատակն է հետապնդում, սակայն վստահ են Ադրբեջանի միջնադարյան գործելակերպը հաջողություն չի ունենա։ Եթե Լապշինը եկավ Ադրբեջան, մենք կրկնում եմ այդ մարդուն պարզապես ենթարկելու են տանջանքների, միգուցե նաև այդ մարդը մահանա այնտեղ այդ տանջանքներից։ Եվ դրանով եւ Ադրբեջանը գնալու է դրան, որպեսզի վախեցնի մյուս երկրների ներկայացուցիչների, որ Արցախ չայցելեն։ Բայց ես կարծում եմ իրենց նպատակին չեն հասնելու եւ այդ քրեական հետապնդման
փորձերը, մասնավորապես դուք ասեցիք Լապշինի դեպքը, ուղղակի բերելու են հակառակ էֆեկտի։ Կարծում եմ նոր, այսպես մեծ ալիք է առաջացնելու տարբեր քաղաքական, հասարակական գործիչների այցելությունների համար եւ նրանք կգան Արցախ ավելի մեծ խմբերով։ Ընդ որում Լապչինի նախադեպը կարող է ձգանի դեր խաղալ առնվազն մի քանի 100 օտարերկրացիների համար։ Ադրբեջանի արտգործնախարարությունը հունվարի սկզբին հրապարակել է 2016-ին թարմացված սև ցուցակը։ Արցախ այցելելու համար այդ ցուցակում 623 օտարերկրացի է ներառված, 2015-ի 509-ի փոխարեն 2016-ին տխրահարճակ սև ցուցակում ավելացել է ավելի քան 20 լրագրող։ Կգան նրանք կրկին Արցախ, հավանական է, այո, ավելի քիչ հավանական է, որ Բելարուս գնան, անկախ վերջաբանից Լապշին օպերացիան տհաճ հիշողություններ կթողնի։ Նորայր Հովսեփյան, Հայկ Բաբայան, Օրգիրակի։